Կենտրոնական բանկը գրեթե արհեստականորեն փորձում է պահպանել փոխարժեքը, որպեսզի Հայաստանում դրամը ընդհանրապես չոչնչանա, շեշտում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով վերջին օրերին դրամի հետզհետե արժեզրկմանը։ Պարոն Բոստանջյանը դա պայմանավորում է տնտեսական մի շարք բացասական հանգամանքներով, ինչպես նաև բանկային համակարգի լարված ու ճգնաժամային իրավիճակով։ Փոքր եւ միջին բիզնես որպես այդպեսին դադարել է գոյություն ունենալուց։ Տնտեսական մրցակցության, ազատ մրցակցության բացակայության պայմաններում բնականաբար ուրեմն այդ նեգատիվ երևույթները գլուխ են բարձրացել եւ այս պարագայում փաստորեն մեր պետական մարմինների մեջ ես բոլոր դեպքերում ավելի այդպես բանով եմ նայում, հանդուրժողական եմ նայում կենտրոնական բանկի կողմից իրականացված այդ ինտերվենցիոն գործունեությունից, պայմանավորված եմ բանով, որ էդ էլ չանի, ընդհանրապես մենք կդադարենք, ինչ հայկական արժույթ ունենալուց, չնայած վատագույն դեպքում, կամ ուզում եք պատկերացեք լավագույն դեպքում, արեք, որ չենք սիրում հայկական դրամը, չնայած դա պետականության ատրիբուտ է, արեք ուրիշ դոլար ֆիքսեք, կամ եվրո, կամ յեն, ինչ տարբերություն։